Շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի հարցերի կանդրադառնանք եւ այսպես, սկսենք հենց այս հարցից։ Կառավարությունում Ուրսուլա ֆոն դեր Լայնը այսօր ժամանել է Հայաստան, Բաքվից իմիջիայլոց եկել է Երևան, որտեղ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսով են հանդես եկել, մի քանի հայտարարություններ իր կողմից կհնչեցնեմ եւ կխնդրեմ ձեր արձագանքը սրան։ Իմիջիայլոց այս պահին նաեւ միաժամանակ կառավարության մոտ բողոքի ակցիա է, որտեղ մեր հայրենակիցները պաստառներով, քաղբանտարկյալների եւ ոչ միայն բողոքի ակցիան անում եւ բարձրաձայնում, թե ինչպես է Հայաստանում իրականում սպանվում, թաղվում ժողովրդավարությունը, բայց ինչ է ասում Ուրսուլա ֆոն դեր Լայնը։ Ես այս մեջբերումը առաջինը անեմ ժողովրդավարության թեմայով։ Կուզեի շնորհավորել ձեզ ընտրությանը հաղթանակի կապակցությամբ։ Այս ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը։ Թավշյա հեղափոխության ոգին կենթանի է եւ բարգավաճում է։ Այսպիսի հայտարարություն է արել, այնուհետև նաեւ խոսել է նրա մասին, որ Հայաստանը դեմոկրատիայի, ժողովրդավարության, այսպես ասենք, օրինակ է, բաստիոնն է, այո, խնդրեմ։ Ցավում եմ, որ մենք սկսում ենք մեր այսօրվա այս զրույցը ֆոն դեր Լայն ազգանունից, որովհետև այդ տիկինը հայտնի է արդեն խոշոր սկանդալներով, նրա մասնակից է այդ սկանդալներին, որոնք կատարվում են Եվրոպայում, եւ նրան մեղադրում են տասնյակ հարցերում եւ պատահական չի, որ որոշ պետությունների ղեկավարները ընդհանրապես նրան չեն ընկալում, բայց հարցը հիմա հետեւյալն է։ Ֆոն դեր Լայնը գալիս է Հայաստան, խոսում ժողովրդավարության մասին եւ մեր ժողովրդի մի հատվածը այսօր հիմա այս պահին այնտեղ բողոքում է դրան, բայց հարցը ինչն է։ Դուք արդեն գիտեք մեր Սահմանադրական դատարանի որոշման մասին, տիկին ֆոն դեր Լայն, հա։ Դուք արդեն տեղյակ եք, թե ինչ վերդիկտ է լինելու դատարանի կողմից եւ դուք արդեն շնորհավորում եք հաղթանակի կապակցությամբ։ Դուք հավանաբար գիտեք, թե Սահմանադրական դատարանը ինչպիսի գնահատական է տալու այն ամեն բռնաճնշումների նկատմամբ եւ այն ատելության խոսքի վերաբերյալ եւ այլ եւ այլ։ Իհարկե մենք Սահմանադրական դատարանի մասին առաջիկայում խոսենք։ Բայց հարցը հետեւյալն է. ինչ է ասում ֆոն դեր Լայնը Երևանից։ Նրանք այսօր Եվրոպայում պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի դեմ։ Նրանք բոլոր հնարավոր միջոցները հիմա փորձում են օգտագործել, որպեսզի ապագայում, առաջիկայում, ոչ ոք չգիտի թե որ թվին ոնց, իրենց պատկերացվում 29-30 թվականին, չի բացառվում, որ կարող են այս տարի նաև գնալ լուրջ ավանտյուրայի եւ բերեն մի բախման համաշխարհային պատերազմի բերեն առանձնել շատ այսպես տարօրինակ վիճակում գտնվող մեր երկրագունդը։ Այս պայմաններում Հայաստանի դուք ինչ է այդ մեծ այսպես շարժիչի մեջ ուզում եք վինտիկի դեր խաղաք։ Ինչ գործ ունեք դուք այս պահին մտնելու այս աշխարհակաղակական բախումների մեջ։ Բացահայտ է, չէ, որ այս պահին Արևմուտքը որոշել է, որ պետք է Ռուսաստանը տապալվի, Ռուսաստանը պետք է պարտվի եւ առելի հնարավորություններ են տալիս Ուկրաինային, որպեսզի նա խորքային հարվածներ ուղղի դեպի Ռուսաստան, հատուկ նրա համար, որպեսզի այնտեղ իրավիճակը խաթարվի։ Հիմա այս պայմաններում դուք իբր բարեկամ եք դառնում մեկին, բայց այն մյուսից էլ աղերսում եք ամեն օր այնպիսի միջոցներ, որպեսզի ձեր տնտեսությունը պահպանեք։ Հա, ո՞նց հասկանանք։ Թե դուք ձեզ թվում է դուք այն խորամանքներն եք, որոնց մասին տեղյակ չեն ոչ ոք։ Ուրեմն մի կողմից զանգ ես տալիս Միշուստինին, ասում ես մի սանկցիաներ մի օգտագործեք մեր դեմ, որպեսզի մեր գյուղացին կարողանա այս իրավիճակից դուրս գալ, մյուս կողմից ֆոն դեր Լայնին ասում ես, որ մենք այլևս չի կարող լինի այնպիսի բան, որ 13 թվի նման միանգամից մի օրվա մեջ փոխենք մեր որոշումը։ Առաջինը ոչ նա էր մի լավ բան, ոչ էլ հիմա ձեր արածն է մի լավ բան։ Որովհետև եթե երկիրը չունի հստակ արտաքին քաղաքականության դոկտրին, որի գլխավոր նպատակը լինի երկրի անվտանգությունը եւ ուրեմն սուվերենությունը, ուրեմն այդ երկիրը չի կարող գոյատևել։ Պատից պատ գցելով ձեզ ոչ մի բանի չեք հասնելու։ Հակառակը մեզ բերում եք մի նոր արհավիրքի առջև եք կանգնացնում։
Դուք հասկանում եք, թե ինչ է կատարվում այս տարածաշրջանում, ինչ է կատարվում ընդհանրապես աշխարհում, այս պայմաններում սիրավեպ սկսել ֆոն դեր Լայենի նման մի տիկնոջ հետ, այսինքն Եվրոպայի այն հատվածի հետ, որ իսկապես ուզում է ամեն գնով, պատերազմ հրահարել, եւ դուք ով եք լինելու այդ պայմաններում։ Դե Փաշինյանը անմիջապես ասում է, այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ ԵՄ Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ Հայաստանը եւ ԵՄ մոտ են իրար առավել քան երբևէ։ Իսկ ինչ է շարունակում նաեւ ֆոն դեր Լայենը, Երևանից ինչ է հայտարարում։ Ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս զբաղվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, համարյա տնտեսական բռնությանը մերձ, բայց վստահ եղեք, որ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն առաջինն է գալիս, քայլ է անում, Երևանում սա է ասել, խնդրեմ։ Շատ լավ, դե դեպքում մի անգամից ԵԱՏՄ-ից թող դուրս գա Հայաստանը եւ տեսնենք Եվրոպան ոնց է փոխհատուցելու ձեզ։ Եթե տղա եք, եթե դուք իսկապես հաշվարկ եք արել, արեք այդ քայլը։ Թե ուզում եք կիսահղի կարգավիճակում լինեք, չի լինում տես բան։ Կամ խաղերը, որը հիմա դուք անում եք, դա վտանգավոր են մեր երկրի, մեր ժողովրդի, մեր ազգի համար։ Եվ ընդհանրապես, եթե դուք ուզում եք այսպես sense փոքր մի հատ բանը պահպանեք անունը լինելով Երևանի կոնգլոմերացիա, ուրեմն դա նշանակում է, որ դուք լրիվ հակապետական քաղաքականություն եք վարում։ Երեք լսում էի մեկին, որը ասում էր, բացատրում էր, թե ինչու է պետք փոխել ինչ որ այնտեղ պատգամավորի ուրեմն այդ հայտարարության տեքստը թե ինչը որ ազգի փոխարեն խոսքը գնա մենակ հայրենիքի կամ այս հատվածի վերաբերյալ ազգը ունի ազգային համազգային խնդիրներ եթե ազգը չունի համազգային խնդիրներ այլևս ազգ չի դա եք ուզում երբ որ փորձում եք ուրեմն ընտրությունների հետ կապված 6 ամիս թե 8 ամիս, չգիտեմ ինչքան, եթե նա այստեղ չի, ուրեմն ինքը իրավունք չունի քվեարկելու։ Ձեզնից ավելի մեծ կարող է հայրենասեր լինի, ձեզնից ավելի շատ օգտակար լինի Հայաստանին, 10 պատիկ ավելի օգտակար լինի ապրելով արտ երկրներում։ Բայց լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ իրավունքով։ Ոնց եք դուք ուսանողին ուղարկելու կամ գիտնականին ուղարկելու արտասահմանում աշխատելու, հետո նրանից հետո ասելու, որ դուք 6 ամիս թե 8 ամիս չեք եղել երկրում, դուք իրավունք չունեք քվեարկելու։ Այս ինչ աստիճանի եք ահաբեկվել։ Այսինքն ինչ որ մի մասին այստեղ կարողացաք համոզել, որ դուք եք եւ այլ ընտրանք չկա ձեզ, բայց այն մարդկանց, ովքեր գիտակից են, ովքեր հասկանում են, ովքեր վերլուծում են եւ հասկանում են ինչի կարող է բերել ձեր այսպես կոչված քաղաքականությունը, փորձեք զրկել ուրեմն իրավունքից, ընտրելու իրավունքից։ Եվ ֆոն դեր Լայենը ամեն ինչը իմանալով հայտարարում է, որ սա ժողովրդավարության ամենամեծ ուրեմն հաջողություններից մեկն է։ Ես նորից եմ վերադառնում այդ հարցին, եթե դուք այդքան համոզված եք, որ 50 միլիոն, որը իբր թե իրենք խոստացել էին մի ժամանակ էլ 2.5 միլիարդ խոստացան, հիմա ուր են այդ գումարները։ Կամ ինչով եք այդ ծակերը ոնց եք փակելու, մի հատ ասեք հասկանանք։ Այսօր գյուղացին չի կարողանում իրացնի իր ուրեմն գյուղատնտեսական ապրանքը, չի կարողանում իրացնի։ Ճիշտ էիք անում ուրեմն ԵԱՏՄ-ի հետ կապված, Ռուսաստանի հետ կապված, բայց այդ դեպքում արդեն ունենայիք արդեն ձեր ստեղծած շուկան։ Բոլոր պայմանները ձևավորեիք, նոր հայտարարություններ անեիք։ Կամ եթե այդքան էլի նորից ասում եմ խիզախեք, էլ ուր ես զանգ տալիս Միշուստինին, էլ ինչ ես քննարկում նրա հետ այսպես կոչված տնտեսական հարցերը, այսօր էլ հակառակ բաներ ես ասում, կարող են նրանք այնտեղ նստած չեն հասկանում, թե դուք ինչ խաղեր եք խաղում։ Կրկնում եմ կամ, որովհետև այս աշխարհում հիմա դա է։ Եթե դուք կարողանայիք իրականում վարել այնպիսի քաղաքականություն, որը զերծ պահեր մեզ պատերազմական գործողություններից, ես կասեի այո, բայց դուք դա չեք կարողանում անել։ Այնպես որ ֆոն դեր Լայենին մի քիչ շատ ուշադրություն դարձեցինք, ասեմ, որ նրա նպատակը Բաքվում նա
հավանաբար խոսում էր էներգետիկ համակարգի հետ կապված իրենց խնդիրների։ Իմիջիայլոց Ցեղասպան Ալիևի հասցեին տեսնեիք ինչ գովասանքի խոսքեր էր։ Դա մենք առաջի անգամը չի, որ երրորդ անգամն է նա Բաքվում այդպիսի կոմպլիմենտար քաղաքականություն է վարում, այնպես որ մենք շատ լավ հասկանում ենք ու թող հասկանան մեր ժողովուրդը, որ այս ամենը ի օգուտ մեզ չեն, ի վնաս են մեզ, որովհետև երբ որ դու բարեկամից միանգամից հրաժարվում ես, այն էլ այն երկար տարիների բարեկամից, լավ, վատ, այդ ուրիշ հարց, մի հատ էլ դու քեզ նայի ինչքան լավն ես եղել դու այդ մյուս բարեկամիդ համար, ուրեմն կնշանակի այդ դավաճանությունը չի ներվում նաև նրանց մոտ, ովքեր որ քեզ հիմա փորձում են տեղափոխել իրենց դաշտ, որովհետև դա նշանակում է, որ վաղը մյուս օրը դու նույն ձևով իրենց կդավաճանես։ Այս քայլերի մասին է խոսքը, այնպես որ ես ուզում եմ մի անգամ եւս շեշտեմ այս աշխարհակաղակական շատ ծանր ուրեմն իրադարձությունների ֆոնին Հայաստանի այսպես կոչված խաղը, քաղաքական խաղը կործանարար է մեզ համար։ Ակնարկեցիք Միշուստինի զանգի հետ կապված խոսեցիք այդ մասով, բայց նաև գիտեք, որ ամեն կերպ ինքը իրականում փորձում է Ռուսաստանի նախագահի հետ տարբեր խողովակներ կիրառելով կապի դուրս գալ, առաջիկայում նաև սպասվում է նաև որ կգնալու է Նիկոլ Փաշինյանը միջկառավարական նիստին մասնակցելու ԵԱՏՄ-ի։ Ճիշտ ասած, այսպիսի հայտարարություններից հետո անկեղծ ասած, ոնց եք պատկերացնում, էլի, հա, Ենոքավանցի շուստրությունն է աշխատում պարոն Սարգսյան։ Լավ եք ասում։ Այո, այդ շուստրությունը իմիջիայլոց կարող է պատահի գյուղում անցնի, կարող է պատահի, կարծում եմ գյուղում էլ չի անցնի, բայց որ այդ մակարդակով չի անցնելու, դա միանշանակ է։ Այսինքն իմ պատկերացմամբ հետևյալն է, իսգոյի վիճակում ես հայտնվելու ԵԱՏՄ-ի նիստին, որովհետև ոչ ոք այսօր այդ աստիճան չի հարմարվելու ուրեմն այս քո խոսույթի հետ կամ քո գործողությունների հետ, որովհետև նրանք էլ իրենց սեփական շահերն են պահում։ Ինչքան էլ փորձ անեք, թե այ տեսեք դուք մեզ չեք կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, իրանք ձևը գտել են, ամեն տեսակի սանկցիաները կդնեն, կվերջանա կգնա։ Հիմա վառելիքի շուկան, ասում էին Ադրբեջանը մեզ կապահովի, Ադրբեջանը իրեն չի կարողանում ապահովի ամբողջականում։ Եվ բացի դրանից, եթե դուք դրել հաշվել եք, որ 80%-ը գալիս է Ռուսաստանից, հիմա այդ 80%-ի դիմաց ինչքան տոկոս է կարողանում ձեզ Ադրբեջանը տա։ 10, 15, բայց այն մնացածը ինչ եք անելու։ Դե ուղեղով եք մտածում, թե որտեղով։ Թե ձեզ համար միևնույն է ինչ վիճակ կլինի երկրում։ Որովհետև ֆոն դեր Լայենները կգան ձեզ կգովեն, դուք էլ կհամարեք, որ հա, տեսեք Եվրոպան մեր ամենամեծ բարեկամն է։ Ասեք խնդրեմ կոնկրետ Եվրոպան ինչով է կարողանալու փոխհատուցել ձեզ բոլոր այն տնտեսական հարցերում, որոնք որ այսօր կա ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում։ Ասեք։ Կամ ասեք ինչ քաղաքակրթության հետ կապված շատ կարևոր հանգամանք է իմիջիայլոց։ Քաղաքակրթության որ ուրեմն հարցերում է, որ դուք ավելի հստակ եք լինելու Եվրոպայի հետ, ավելի ձեզ համար բարենպաստ է լինելու դա։ Երբ որ դուք ամբողջ ձեր ազգային արժեհամակարգից համարյա հրաժարվում եք։ Որովհետև եթե դուք հրաժարվում եք ցեղասպանության խնդիրը շարունակել միջազգայնացնել, եթե դուք հրաժարվում եք Արարատ լեռը համարել մեր ուրեմն սիմվոլներից ամենակարևոր սիմվոլներից մեկը, եթե դուք եւ այլն, նորից չկրկնեմ։ Այդ դեպքում ով եք դուք։ Այդ դեպքում ապազգային, այսինքն կոսմոպոլիտներն էլ այդպեսին չեն իմիջիայլոց։ Այնպես որ այս հարցում ես կարծում եմ, որ այս խաղերը շատ արագ կավարտվեն, որովհետև այնպիսի օբյեկտիվ պատճառներ կան, որոնք ուղղակի փոխհատուցելը հնարավոր չի։ Եվ այդ պատճառով դուք ստիպված կլինեք ընտրությունը նորից կատարել։ Բայց ավելի ճիշտ կլինի, հիմա մենք խոսենք նաև այն ինչ որ սպասվում է Սահմանադրական դատարանի որոշումներից, սպասվում է մեր ժողովրդի, ուրեմն այդ վերաբերմունքից, այս դրա վերաբերալ Փաշինյանի բառապարը
Միայն նա չէ, ես կարող եմ ասեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորները բոլորը այս պահին շատ լուրջ երկընտրանքի առաջ են կանգնած։ Ուրեմն, եթե դուք նույնպես համարում եք, ոնց որ կարծեմ Գալյան, նախարարը, որը հարցնում էր, արդյոք այդ խոսքը, այդ խոսույթը, ատելության խոսույթը, ուրեմն վերաբերվում էր ժողովրդին։ Դուք հասկանում եք, երիտասարդ կին հարց է տալիս, ոչինչ որ այդ ատելության խոսքը վերաբերվում էր նրա քաղաքական հակառակորդներին, բայց ոչ թե ժողովրդին։ Այսինքն դուք տարբերություն եք դնում, դրա մեջ։ Դուք հասկանում եք, որ այդ խոսույթը կամ այն մյուսին ասեմ, հետո նոր անցնեմ դրանց ասածների մեկնաբանությանը։ Դատավորն էլ հարց է տալիս, ասում է, ինչ է դուք մեր ժողովրդին զոմբիի տեղ եք դրել, մեկն ասել է, չի ասում ով է այդ մեկը, շուն շանգյալ ու դրանից ուրեմն ժողովուրդը վախեցավ կամ չգնաց ընտրությունների կամ լուրջ եք։ Այսինքն դուք համարում եք, որ այդ խոսույթը քաղաքական ասպարեզում, այն էլ պետության ղեկավարի շուրթերից ընդունելի է, որովհետև դա վերաբերվում է նրա քաղաքական հակառակորդների։ Իսկ դուք հասկանում եք, որ այդ ամբողջը գալիս է դեպի երիտասարդություն, դեպի մեր երեխաներ, եւ նրանք չեն նայում, թե ում է ուղղված այդ խոսքը։ Նրանք նայում են, թե ինչ կարելի է, որ կարելի է այդպիսի բան, որ կարելի է մեկը մյուսին հայոյանքով, մեկը մյուսին դանակահարություն եւ այլն եւ այլն եւ այլն։ Հասկանում եք ինչ պատասխանատվություն եք վերցնում ձեզ վրա։ Լրիվ եք կորցրել ձեզ։ Ձեր դաստիարակությունն էլ է նույնը։ Որ կարելի է արդարացնել, հա? Եվ դուք հիմա համարում եք, որ կարելի է ասել, որ դա դե ինչ արած, ոչինչ էլի, ոչինչ, բերեք ներենք, որովհետև ինքը այդպիսի հրետոր է, այսպես ասած։ Դուք հասկանում եք ինչ պատասխանատվության տակ եք։ Եթե դուք չընդունեք այնպիսի որոշում, որը բացառում է ընդհանրապես այսպիսի երևույթները մեր հանրության մոտ, դուք վաղը պատժվելու եք նույն ձևով, ինչպես մյուս հանցանք կատարողները։ Սա լուրջ հարց է։ Միգուցե այսօր ձեզ թվում է, թե եղածն ինչ է, որ միգուցե, որովհետև ձեր պատկերացմամբ կներվի կգնա, չի ներվի։ Վերջիվերջով ազգը չի թույլ տալու այդպիսի մոտեցումներ արտահայտվի այն մարդկանց կողմից, որոնք իրենց վրա վերցրել են իշխանության պատասխանատվությունը։ Ես չեմ խոսում այն բանի մասին, թե ինչպես էին ուրեմն մանիպուլյատիվ ձևով եւ դեմագոգիկ ձևով պատասխանողները փորձում ամեն ինչը արդարացնել եւ հետո էլ ասել, որ ոչ մի ուրեմն այսպես կոչված փաստարկներ չբերեց, որպեսզի համոզի, որ այդ ընտրությունները անցել են այսպես կամ այնպես։ Իսկ ինքներդ չեք տեսնում ոնց անցավ։ Դուք ինքներդ եք ասում, լավ, թողնենք ապրիորի եմ ասում, հա։ Դուք ինքներդ ասում եք, որ բազմաթիվ դեպքեր են եղել կաշառակերության, կաշառք բաժանելու, կաշառք եւ այլն։ Այսինքն դուք ընդունում եք ձեր ղեկավարն էլ ասեց, սկզբից ասեց 100% ուրեմն ձայն տվողները բոլորը կաշառք են վերցրել։ Դուք հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Հետո հասկացա, որ մեր նմանները ասում են, թե ոնց որ իրավունքով ես դու դա ասում, ասես լավ 70%-ը։ Բայց եթե 70%-ը այսօր ձեր պատճառով, ձեր համակարգի պատճառով, ասենք թե պատկերացնենք, ել եմ ասում ապրիորի, կաշառք է վերցել կամ բաժանել, ուրեմն այդ ընտրությունները չեն կարող լինել օրինական։ Թողնենք թե մնացածը ինչ է եղել, ոնց է եղել։ Կամ ձեզ ասում են, թե այդպիսի շոուներ եք կազմակերպել, $1,000,000, չգիտեմ ինչի եւ այլն։ Ու դուք դա համարում եք, որ տեսեք, մենք բոլոր արձանագրությունները տվել ենք, բոլոր բացատրությունները տվել ենք։ Հա, այդ ինչ դժվար է իշխանության համար տալ այդպիսի բացատրություններ։
Այն կամպանիան, որը որ ձեզ հետ սերտ հարաբերություններում է, մեծ ուրախությամբ այդ ամենը կանի։ Դե եկեք վերահսկողությունը հստակեցնենք։ Վերեք հասկանանք, այդ դեպքում իրականում այ աուդիտ կոչված անկախ աուդիտ անենք, տեսնենք իրականում այդպես է թե չէ։ Ուրեմն այս ամենի հարցը ինչու՞մն է, որ ել չեմ խոսում նրա մասին, որ Բարգավաճ Հայաստանի կուսակցության վերաբերյալ սա իսկապես ծաղրանք է, արտառոց իրավիճակ է, որ մարդը իրեն հարց են տալիս, ասում են, եթե այդ երկու ուրեմն տեղամասերում չեղարկումը չլիներ, հա, կանցներ Բարգավաճ Հայաստանը, ասում եմ, ես չգիտեմ, ես այդպիսի բան փաս չկա, որպեսզի մենք ոնց, քեզ պարզ հարց են տալիս, ասում են ինչու չեք կատարել դատարանի որոշումը, որպեսզի վերահաշվարկ լինի կամ վերաքվեարկություն լինի, ինչու չեք կատարել դա, եթե դուք ամբողջովին համոզված եք դրանում, թե դրա միջոցով եք ուզում ապահովել ձեր գոնե այդ 3-5-րդը, խայտարակություն չի, ինչ է, ամոթ չի, ինչ է։ Պարսակսեն Արիչիևը ձեզ հարց ուղղելու, պատահական է, որ Մեդվեդևը նաև իր խոսքում հենց Գայիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ապօրինության մասին խոսեց։ Ես դա չեմ ուզում քննարկեմ, պատահական էր թե պատահական չէր, հարցը լրիվ ուրիշ կտրվածքով պետք է նայել, արդյոք կարելի է հենց այս պայմաններում, երբ որ ընտրություններ են եւ ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում սկսել խոսել նրանց սեփականության անօրինականության մասին։ Այս սա է հարցը։ Եթե դուք այդ սկզբունքային անձնավորություններն էիք, դուք օրենքի ուրեմն կողմնակիցներն էիք, դատախազից սկսած, ուրեմն դատավորներ եւ այլ քննիչներ եւ այլն, ինչ էիք սպասում, որ ձեր начальնիկը հրամանը տա, որ նոր կատարեք։ Ձեր իրավասության մեջ էր, գնայիք իրականում, եթե իրոք այդպես էր, ժամանակին անեիք 3 տարի, 10 տարի, 8 տարի անցել է։ Բայց բոլորը հասկանում են, չէ, որ դա շինծու հիմա ուրեմն գործողություններ են, որովհետև չի համաձայնվել Գագիկ Ծառուկյանը, որպեսզի ինքը այս պայքարից դուրս գա եւ այլևս չբողոքի եւ այդ պայմաններում դե հիմա կտեսնես ես քեզ ինչ կանեմ, էսա։ Են իրոք էլ ենես տպավորությունը ոնց որ քուչի կռիվը լինի։ Այս ամբողջ պայմաններում գնահատական են տալիս արդեն այլ երկրների ուրեմն ներկայացուցիչներ, որը մեզ համար հարիր չի ուղակի։ Այնպես որ ես այստեղ տեսնում եմ հետևյալը։ Ուզում եմ նորից շեշտեմ։ Սահմանադրական դատարանի դատավորներին Հա, ես տեսնում եմ, որ առնվազն 2-ը, 3-ը կարող է պատահի, ուրեմն արդեն իսկ միանշանակ արտահայտեցին իրենց վերաբերմունքը եւ միայն իշխանական ուրեմն փաստարկների, այսպես ասած, կողմնակիցն են եւ այդպես էլ ուղղորդվելու են։ Բայց ես ընդհանուր դատարանի մասին եմ խոսում։ Ես ասում եմ, որ դատավորները ներկայացնում են դատարանը Այն էլ բարձրագույն դատարանը, այն ինչ որ պետք է որոշի, որն է իրականում ընդունելի հասարակության համար, պետության համար, ժողովրդի զարգացման համար եւ որն է որ չի կարելի ընդունել։ Եթե դա այդպես վերաբերվեք, դուք ուրիշ ելք չունեք, դուք պետք է ընդունեք ամենաարդար եւ ճիշտ որոշումը, որովհետեւ եթե դուք հիմա այս ամենը համարեք օրինական կամ առանձնապես ոչ մի այսպես նշանակություն չունեցող, ինչպես դրանք են ասում, արդյոք դա ազդել են ուրեմն ընտրությունների ուրեմն ընթացքի եւ արդյունքների վրա։ Իհարկե ազդել են։ Անկամ եթե թվային առումով չեն ազդել, բարոյապես են ազդել, որովհետեւ դուք դրա այս օրինակով նորից վստահություն եք կորցնելու, նորից հուսախապ եք անելու մեր ժողովրդի ահռելի մեծ հատվածին եւ նաեւ այն սերիալների նման այդ խոսույթը ավելի եք ամրապնդելու մեր երիտասարդության լեքսիկոնի մեջ։ Այս ամենի մասին մի հատ մտածեք։ Ես կուզեմ
ուզում եմ նաև անդրադառնալ պարոն Սարգսյան Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչման հարցին, Փաշինյանի արձագանքին դրա, իհարկե նաև շատերի խոսքով սա միֆ է Իսրայելի կողմից, իհարկե ԱՄ պետությունն իր շահերն է առաջ տանում, պայմանավորված Իսրայել-Թուրքիա լարվածությունով էս փուլում, բայց այս հարցին խնդրեմ անդրադառնանք եւ սրան որպես միջանկյալ հարց, ուրեմն ինչն է հատկանշական, այս իրողությանը վերջերս անդրադարձել էր Սերժ Թանկյանը, մենք այս մարդուն շատ լավ ենք հիշում, 2018-ին ինչպես էր մոլորեցնում հայ ժողովրդին, գալիս էր, չէ, անգամ Իսենյականոց տուն Հայաստանում չարավ, որ գա ապրի իր բերած ժող վարչապետի օրոք, բացի այդ նաեւ որևէ ասելիք չի ունեցել Արցախի հայաթափման ժամանակ, Արցախի կոտորածի ժամանակ, Հայաստանի սուվերեն տարածքների բռնազավթման ժամանակ, Փաշինյանի վարած այս բռնաճնշումներով քաղաքականության վերաբերյալ, բայց եկեք տեսեք, այս թեմայով ինչ-որ բան է ասում, տառապում է պաղեստինցիների, այսպես ասենք, ցեղասպանությամբ, խնդրեմ այս մասով նաև ձեր տեսակետը։ Ես Սերժ Թանկյան չեմ ուզում մեկնաբանեմ, արդեն շատերը ասել են եւ դրա կարիքը չեմ զգում։ Խոսքը հասկացա, ես նրա առանձնապես ոչ ճանաչում եմ, ոչ էլ ուզում եմ առանձնապես իմանամ նրա քաղաքական այսպես կոչված հայացքները։ Խոսքը Իսրայելի կողմից այս խաղն է, բոլորս հասկանում ենք, որ դա իսկապես խաղ է, ես դեռ լսում էի Արման Աբովյանին և մեծամասամբ, ավելի շուտ բացարձակ մեծամասամբ համաձայն եմ իր գնահատականներին, բայց ասեմ հետևյալը, Իսրայելը այս պահին շատ հետաքրքիր հարց է դնում Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Դա չի վերաբերվում Հայաստանին իմիջիայլոց, ոչ էլ հայ ժողովրդին է վերաբերվում։ Ինքը օգտագործում է, բոլորս հասկանում ենք, օգտագործում է այս առիթը, որպեսզի ուրեմն առաջինը իր վրայից գցի Գազայի ցեղասպանության պատասխանատվությունը և մյուս կողմից Թուրքիային զսպի այլևս, որ նա խոսք ձայն չբարձրացնի, թե ինչ է արել Իսրայելը Գազայում։ Իսրայելը ունի իր փիլիսոփայությունը, թե ինչու է արաբների դեմ այդպիսի պայքար մղում, այդ թողնենք։ Բայց հիմա մենք նայում ենք հետևյալ կերպ։ Որն է սրա հետևանքը։ Պատկերացնենք, այո, կառավարությունը ընդունեց միաձայն, Ադրբեջանը միանգամից պարզ է նյարդայնացավ և հորդորեց, որ նա հետ վերցնի այդ որոշումը, ինչը անհնար է պատկերացնել։ Բայց Իսրայելը դրեց այս երկու պետությունների միջև շատ բարձր մեծ հարցական, ինչու, որովհետև Ադրբեջանը հիմա պետք է ընտրություն կատարի։ Ադրբեջանը, որը պարտական է և Թուրքիային և Իսրայելին, ուրեմն Արցախյան պատերազմին ժամանակ կատարած այդ գործողություններում, Իսրայելի դերը ահռելի մեծ է եղել, Իսրայելը ձևավորել է այնտեղ իր հետախուզական բազաները, որոնք սահմանին են Իրանի Իսլամական Հանրապետության, այնտեղ ինքը ժամանակակից տեխնոլոգիաներ է ներդրել և համապատասխան ձևով օգտագործում է դա, հիմա չանցնենք դրան, և եթե Ադրբեջանը հրաժարվում է Իսրայելի այս աջակցությունից, ապա Իսրայելը ինքնին հասկանալի է այդ ամբողջը հանում է Ադրբեջանի կողմից և այլևս նրան չի մատակարարում ոչ մի կամ ժամանակակից զենք, ոչ էլ առավել ևս տեխնոլոգիա։ Սա Ադրբեջանի համար խնդիր է։ Թուրքիայի հետ կապված։ Եթե Ադրբեջանը համաձայնվում է Իսրայելի հետ և մնում է Իսրայելի ուրեմն այսպես կոչված զինակիցը, Թուրքիան սկսում է պատժել Ադրբեջանին, Ալիևի հենց անձամբ Ալիևին։ Դուք գիտեք, որ իրենց մեջ վեճ կար, թե ով էր ավելի շուտ հաղթել Արցախյան պատերազմում։ Էրդողանը բացահայտ հայտարարում էր, որ վերջիվերջով Թուրքիան է հաղթել, այլ ոչ թե Ադրբեջանը։ Հիմա էլի նորից երկընտրանքի առջև էր կանգնում։ Մեզ համար դա լավ է, իհարկե, այո, որովհետև այդպիսի հարցական դրվել է։ Ինչի է լռում Հայաստանի Հանրապետության իշխանությունը, մենք դա էլ ենք լավ հասկանում։ Ինքը արդեն ընտրությունը կատարել է Թուրքիայի հանդեպ, Ադրբեջանը մի կողմ դրած այս պահին, բայց ինքը Թուրքիայի կողմնակից, տեսեք, հրաժարվել է ցեղասպանության հարցը միջազգայնացնել,
հրաժարվել է տարածքային որևէ մի հարցի վերաբերյալ խոսել, որ ես նկատի չունեմ պահանջատիրության, այլ խոսում եմ ընդհանրապես Արևմտյան Հայաստան եզրույթի մասին եւ այլ։ Այս պարագայում պետք է նայել, սա արդեն իրենց կամքից դուրս է այսօրվա կառավարության Հայաստանի։ Ինչպեսի զարգացում կլինի, տեսնենք, որովհետև դա հնարավոր է, որ եթե Կնեսետը, պարլամենտը Իսրայելի չհաստատի, դա մի իրավիճակ է։ Եթե սա ձգվի, ոնց որ ինձ է թվում, որպես գործընթաց, որպեսզի անընդհատ, այսպես ասած, Դամոկլյան սրեի նման գլխին պայեն Թուրքիայի, որ հեսա կընդունենք եւ այլն, դա այլ ուրեմն խնդիր։ Համենայն դեպս որոշակի այսպիսի զարգացում իհարկե ձեռնտու է մեզ համար, ժողովրդի համար, ազգի համար։ Եվ այդ պարագայում է, որ այստեղ անհրաժեշտ էր, որ շատ ավելի ճկուն քաղաքականություն վարվի, հատկապես մեր Սփյուռքի կողմից եւ Սփյուռքի այն կառույցների կողմից, որոնք որ առաջին հերթին Հայդատը այս հարցում ունի ահռելի իր ներդրումը եւ ինքը շարունակում է այդ գործունեությունը, այստեղ է, որ կարող է պատահի առաջ գան համապատասխան համազգային խնդիրներ, որից խուսափում է այսօրվա իշխանությունը։ Սա այդ հարցն է, բայց այստեղ կա նաեւ չմոռանանք Իրանի Իսլամական Հանրապետության գործոնը, որովհետև Իսրայելը պատահական չէր դրել նրա այդ սահմանին այդ բազաները, այլ ինքը պետք է մտածի, թե ոնց է օգտագործելու Իրանի դեմ, Իրանը պետք է մտածի, թե ոնց օգտագործի այս իրավիճակը, նոր իրավիճակը, այնպես որ դեռ զարգացումները կարող են լինել։ Այո։ Գիտեք, որ պաշտպանական կողմը, ասենք, պահանջ է ներկայացրել, որպեսզի այդ դատավճիռները ապօրինի չեղարկվեն, խնդրեմ այս մասով ու ինչ, ասենք, ֆոն դեր Լայենը ինչ ձևով է գնացել այնտեղ արիելի ողքը կապում եւ տեսնում, որ այդ Ցեղասպանը խոշտանգողը մարդկանց է շարունակում խոշտանգել դեպի երկրին, ասում ինչու ոչ եւ նաեւ մեր ռազմագերիների մասով, սրանք բնականաբար որևէ ասելիք չունեն ռազմագերիների վերաբերյալ եւ խաղաղություն են մնում համեցեք։ Հենց ահռելի հակասություն կա իմիջիալոց, որովհետև Եվրոպայի խորհրդարանական վեաժողովը հայտարարություն է անում հատկապես մեր գերիների վերաբերյալ եւ դրանով իդեպ ասած գնահատական տալիս Ադրբեջանի կառավարությանը, նրանց գործունեությանը, ֆոն դեր Լայենը, որը Եվրո հանձնաժողովի ղեկավարն է, բերանը չի բացում ասելու այնտեղ, թե բա ախր դուք լավ բան չեք անում, գոնե այդպես ասի, հա։ Լավ բան չեք անում, այնտեղ պահում եք գերիներին, որոնք որևէ մեղք չեն գործել եւ հակառակը նրանք պաշտպանել են իրենց սեփական պետությունը ձեր ագրեսիայից։ Այս է եղել հիմնական պատճառը։ Այնպես որ սա էլ այն երկակի ստանդարտները, որը իրականացնում է Եվրոպան։ Որպեսզի դա ամենը լավ պատկերացնենք, հասկացեք վերջո։ Չեն անելու այն, ինչ որ ձեռնտու չէ իրենց։ Հիմա իրենց շատ ձեռնտու է, որպեսզի Հայաստանը ուղղակի ամբողջովին, ինչպես է ասել, Հայաստանի հետ մերձեցումը ավելի է ամրապնդում մեր հարաբերությունները Հարավային Կովկասի հետ։ Խնդրեմ, շատ պարզ ասում է մարդը։ Այդ տրիպի Միչանսկի վերաբերյալ ամերիկացիները շատ պարզ բացատրում են, որ դա լինելու է հենց միայն ու միայն Միչանսկ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու համար։ Չկա ախր շարունակությունը մենք չենք տեսնում, եղբայր։ Չենք տեսնում, որ դա դառնում է այն կոմունիկացիան, որը պետք է գնա դեպի Եվրոպա եւ դեպի Ռուսաստան, դեպի այլ երկրներ։ Չկա այդպիսի բան։ Թող բերեն մեզ ցույց տան։ Դրան հակառակ Թուրքիան կառուցում է Կարսից մինչև Իգդիր, ընդեղից էլ դեպի ուրեմն դեպի Նախիջևան երկաթգիծ։ Եթե նրանք պատրաստվում էին օգտագործել մեր երկաթգիծը, որը գալու էր Ախուրյանով, գալու էր Գյումրիից ուրեմն գնար դեպի Կարս, էլ ինչի են այդպիսի ահռելի
ուրեմն ծախսանում 220 կիլոմետրանոց առնվազն ուրեմն թե ավելի շատ դժվարանում եմ ասեմ, բայց ամեն դեպքում այդպիսի երկաթգիծ կառուցում իրենց տարածքում։ Դե կա չէ, եթե դուք համարում եք, որ այս թրիփը հենց դրա համար է, բոլոր կոմունիկացիաները բացելու, բերեք բաց արեք, որպեսզի մենք էլ հասկանանք, որ այո, այդպես է։ Այդ որ հայտարարում եք այսպես տակ-տակ, թե իբր Կարս, Թբիլիսի, Բաքու այդ երկաթգիծը բաց է Հայաստանի համար։ Այդ ո՞նց եք հասնելու այնտեղ։ Մի հատ կարելի է հասկանալ, գնալու եք Թբիլիսիից գաք Ախալքալակ կամ չգիտեմ, այնտեղ վերջ-վերջով այնտեղի ուրեմն հնարավորությունները ո՞նց եք օգտագործելու։ Եվ այդ դեպքում ուր եք պատրաստվում ձեր բեռները ուղարկել։ Դա էլ գոնե ասեք։ Ում եք արդեն այդպիսի պայմանագրեր կնքել, որ ձեզնից այդպիսի մեծ քանակությամբ ուրեմն ապրանք են գնելու եւ դուք եք գտնում ման եք գալիս թե որ ճանապարհով տանեք։ Այսպիսի հարցերը առաջ եկել։ Խառնաշփոթ է ամբողջովին։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ ամեն ինչ որ անում են ներսում պարտքերի դիմաց։ Պետական պարտքի շնորհիվ են անում ինչ որ անում են։ Պետական բյուջեի դեֆիցիտը փակելու համար։ Ես այդ տվյալների վերաբերյալ առանձին հաշվարկ եմ արել, մի օր առանձին դրա մասին խոսեմ, որովհետև եթե դուք տեսնեք միայն այդ թվերը, դուք կհասկանաք, թե ինչ է կատարվում մեզ մոտ։ Դրանք բաց, պարզ թվեր են, որովհետև եթե դուք անընդհատ վերցնում եք ձեր պարտք եք վերցնում, որպեսզի ձեր բյուջետի դեֆիցիտը փակեք, դա նշանակում է ձեր ապաշտոր քաղաքականության արդյունքն եք փակում։ Որովհետև դուք եթե չեք կարողանում զարգացնել որևէ բան, պարզ է չէ, որ եթե չեք կարողանում անընդհատ դուք դեֆիցիտ եք ունենում։ Այսպիսի իրավիճակ է, այնպես որ ես ձեզ խոստանում եմ առաջիկայում այդ թվերը ամբողջական ձևով ձեզ ներկայացնեմ, որպեսզի պարզ լինի։ Հասարակ մենակ մի բան ասեմ, որ նույն այդ 100 միլիոն եվրոն, որը վերցեցին հունվարին որպես պետական պարտք եւ հավանաբար ուղղեցին իմ կարծիքով 10,000 դրամները ավելացնելու թոշակներին պարտքի դիմաց, նույնը եղավ հիմա արդեն նորից համաշխարհային բանկից, Ֆրանսիայից եւ այլն, հա լավ, ինչքան պետք է այդ պարտքերով աշխատեք դուք։ Այո, եւ այդ պետական պարտքը, որը եմ կրկնում, չի գնում զարգացման, պետության զարգացման չի գնում, ես ուզում եմ դա անընդհատ շեշտենք մենք։ Եթե այդպես լիներ, նոր ձեռնարկություններ կլինեին, նոր պայմաններ կլինեին, նոր հարկերը կավելանային այդ պարագայում, այլ ոչ թե հիմա կփորձեին քերել ժողովրդին ամեն տեսակի ուրեմն турքերով, չգիտեմ, այդ ոնց էր ասում այդ տուգանքների վերաբերյալ մատերիալ եք դա, իսկապես հիմա այո, մեր քաղաքացին դարել է ուրեմն տուգանքի մատերիալ։ Հələ մի հատ տեսեք ինչ է կատարվում այդ քաղաքի իրավիճակում, ինչքան են պատժում, այսպես ասած, վարորդներին, որոնք տարբերակ չունեն ուղղակի, որտեղ կայանվեն, ոնց անցնեն, որտեղ կանգնեն կամ չկանգնեն եւ այլն։ Եվ ամեն ինչի համար միանգամից գալիս է այդ տուգանքը։ Էլ չեմ խոսում նրա մասին, թե ինչպիսի турքեր են պահանջում մարդկանցից այս կամ այն գործարքը կատարելու ուղղությամբ։ Բյուջեն դատարկ է։ Այս է հարցը։ Դե պարզ է չէ, որ տեսեք ինչ է, գյուղացին ինքը չի կարողանում իրացնի իր վերքը ինքը իր ուժերով, ասում է եկեք վերցրեք, վերցնողը չի վերցնում, որովհետև շատ էժան բերել շուկա իրեն ձեռ չի տալիս։ Ժամանակին ասում էինք, որ Խորհրդային Միությունում կար այսպիսի կառույց, Հայկոպ։ Ինքը գնում էր գյուղացուց, վերցնում էր իր ապրանքը, բերում էր համապատասխան այդպիսի ուրեմն խանութներում իրացնում էր, կամ նույն տնտեսությունները, ձեզ դուր չեկող կոլխոզ սովխոզները ունեին իրենց սեփական ուրեմն խանութները, որտեղ իրացնում էին իրենց բերքը։ Հիմա ոչ այն կա, ասում է ոնց ուզում ես, այդպես էլ արա։
Հիմա էլ փակվել է Ռուսաստանի շուկան, այս մարդիկ ուր տանեն իրենք, կամով տանի, չէ որ այդ լոգիստիկան կառուցելու համար ժամանակ է պետք, ամիսներ են պետք, այն էլ պետք է հասկանալ կստացվի, չի ստացվի, չէ, ես այսօր որոշել եմ, ես ասում եմ պետք է այսպես լինի, ինձ համար կապ չունի, մենք պետք է սկզբունքային լինենք, հա, սկզբունքային եք, դե գնացեք պատասխան տվեք այն մարդկանց առաջ, որոնք որ հենա ցույց են տալիս արդեն ուրեմն Facebook-ի այդ սոցիալ ցանցերում, թե ինչ վիճակ է իրենց մոտ։ Լոլիկը հասել է, առելի քանակությամբ ուրեմն բերքը կա, բերքը չեն կարողանում 100 դրամով են ասում, եկեք տարեք, ոչ ոք չի գալիս տանի, որտեղ վերավաճառողներին ձեռք չի տալիս։ Այ այստեղ է ձեր այսպես կոչված նախարարության դերը, որը դուք չունեք, գյուղատնտեսության նախարարությունը փակեցիք։ Դե գնա էկոնոմիկայի նախարար այդ բոլոր հարցերը կարգավորի։ Հիմա ոչ թե վաղը, որովհետև գյուղացին այսօր է արդեն ունի այդ խնդիրը։ Ոչ թե վաղվա խնդիրը պետք է լուծեք դուք։ Ես կարծում եմ, որ այս ամենը արդեն մի անգամ ասել եմ, բայց այդ բումերանգի հարվածը շատ դաժան է լինելու։ Դա չի կարող պատահի այդպես չլինի, որովհետև բայց ոչ թե այն ձևով ոնց որ դուք եք ուզում։ Եկեք, ինչ ասում, եկեք դուրս եկեք փողոց, 200,000, չգիտեմ 300,000, եկեք հեղափոխություն արեք, չէ, եղբայր։ Այդ քո ծրագրերը չի անցնելու։ Պետք է լինի այն, ինչ որ պետք է լինի, այսինքն պետք է ժողովուրդը կարողանա օրինական ճանապարհով հասնել իր նպատակին, սա է գլխավոր հարցը։